Ամերիկյան կողմը Իրանի հարցում կարծես որոշել է սպասել եւ ապավինել բանակցային գործընթացին, քան դիմել ռազմական ուժի։ Այդ մասին հուշում է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի վերջին գրառումը, որով նա ամփոփել է փետրվարի 11-ին ամերիկյան հարկի տակ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ բանակցությունները։ Անխոս առանցքային թեման Իրանն էր։ Դեռևս չենք հանգել հստակ որոշման, միայն թե ես պնդել եմ շարունակել բանակցությունները Իրանի հետ, տեսնելու արդյոք հնարավոր է համաձայնություն թե ոչ, նշել է Թրամփը գրառման մեջ։ Արևմտյան առաջատար մամուլը ակնարկում է, որ Նեթանյահուին չի հաջողվել ազդել Թրամփի վրա Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու հարցում։ Ըստ Reuters-ի, իսրայելական կողմը ցանկանում է, որ Թրամփը համաձայնության հասնելու գործում Իրանին ճնշի միանգամից 3 հարցում՝ ուրանի հարստացման, հրթիռային ծրագրի և պրոքսի ուժերի խնդրում։ Միջազգային արձագանքները հուշում են, որ Թրամփն այս փուլում չի շտապում ամբողջովին բավարարել Իսրայելի ակնկալիքները և ավելի շատ հակված է փուլային լուծմանը։ Ներկայում բանակցային գլխավոր թեման կարծես միայն Իրանի միջուկային ծրագրին է վերաբերում, որի հարցում չի բացառվում, որ ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի կողմից ուրանի փոքրաթիվ չափաբաժնի հարստացմանը բացառելով միջուկային զենքի ստեղծման ցանկացած հնարավորություն։ Սակայն Իրանը դրա դիմաց դնում է պատժամիջոցների չեղարկման հարցը։ Ինչ վերաբերում է մյուս խնդիրներին, հատկապես Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրին, ապա Թեհրանը պնդում է, որ այդ հարցը չի կարող բանակցային թեմա դառնալ, ուստի այն պետք է շրջանցել։ Ուշագրավ է, որ երեքշաբթի օրը Թրամփը նշել էր, որ լավագույն լուծումը կլիներ, եթե Իրանի հետ համաձայնություն ընդգրկեր միջուկային և բալիստիկ հրթիռների հարցերը, սակայն այն չէր հնչել վերջնագրի ձևով։ Ամերիկյան հեռուստատեսության փոփոխության մեջ ըստ ամենայնի մեծ է Պարսից ծոցի արաբական երկրների և հատկապես Թուրքիայի դերը։ Անկարային է պատկանում Իրանից ունեցած ամերիկյան պահանջների առանձնացման գաղափարը, շեշտը դնելով միջուկային ծրագրի վրա։ Ասվածի մասին է վկայում նաև Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի մտքերը ամերիկյան Financial Times-ին։ Նրա խոսքերով ամերիկյան կողմը կարծես ցանկանում է միջուկային համաձայնության հասնել իրանական կողմի հետ, հանդուրժելով ուրանի հարստացումը որոշակի սահմաններում։ Ինչ վերաբերում է հրթիռային ծրագրի թեմային, ապա ըստ նրա այդ հարցը կարող է վտանգել համաձայնության ձեռքբերումը և հանգեցնել պատերազմի։ Անշուշտ, բանակցային թեմայի առանձնացումը չի կարող բխել Իսրայելի շահերից, որը ձգտելով Իրանից ունեցած բոլոր պահանջները լուծել մի փաթեթով, ցանկանում է Թեհրանի դեմ քայլերը միասնաբար համակարգել ԱՄՆ-ի հետ։ Բայց ինչպես պատմական փորձն է ցույց տալիս, չնայած ԱՄՆ-ն և Իսրայելը շատ մոտ ռազմավարական դաշնակիցներ են, սակայն ընդհանուր մոտեցումները միշտ չէ, որ համընկնում են։